Ես ոչ միայն ես, միթե հանրությունը այն կարծիքին չէ, որ ոստիկանները պետք է միշտ այս պահ ձերբակալված կամ նրանց պաշտոնավարումը գոնե կասեցված պետք է լինի։ Ես վստահ եմ, որ իմ այս կարծիքը կիսում են ոչ միայն բոլոր փաստաբանները, այլ նաև հանրության բոլոր ովքեր ներկայ են այստեղ, այդ թվում նաև լրագրողները։ Ինչպես եք պատկերացնում, 6 ոստիկան մարդ խոշտանգել է, այդ 6 ոստիկանը դեպքի 7-րդ, 8-րդ օրնա դեռ շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Ընդ որում գտնվում են այն վայրում, որտեղ գտնվում են նաև ապացույցները։ Այսինքն դեպքի վայրում, այդ Տիգրան Ուլուբաբյանը նշում ասում այնտեղ կոֆեի սուրճով էսպես են արել, այնպես են արել։ Տվյալները բոլորը ոչնչանումա չէ։ Ունեք չէ դուք դոստուպ եւ այդ տեխնիկական տվյալներին, եւ այդ սենյակին, եւ իր մատնանշած տվյալներին, մանավանդ հաշվի առնելով գործի հրապարակային քննությունը, այսինքն ես հրապարակային քննությունից ճիշտ ասած ի սկզբանե փորձել եմ խուսափել, այնուամենայնիվ հետագայում այլընտրանք չունենալով եմ գնացել հրապարակային քննությանը եւ բացի այդ մինչ ինձ արդեն իսկ տվյալները հրապարակված էին։ Բայց հաշվի առնելով նաեւ դեպքի հրապարակային քննությունը, մեծ պայմաններում բարական ոստիկանական մարտավարություն ունենալը ավելի քան բավարար է ապացույցները ոչնչացնելու համար։ Արտուր Պողոսյանը ձեզ վստահեցրել է, որ օբյեկտիվ քննություն կունենա, բայց մինչև այս պահը ձեր նշած կարևոր գործողությունները չեն իրականացվում, հակասություն չկա։ Ես նախ եւ առաջ Արտուր Պողոսյանի խոսքից ցանկանում եմ ընդգծել մի հատված, որ քննչական կոմիտեն խտրական վերաբերմունք չի ցանկանում ցուցաբերել, չի ցուցաբերում Արցախցու նկատմամբ եւ ես վստահեցնում եմ, որ կոնկրետ քննչական կոմիտեի մասով այդպես է։ Սակայն ոստիկանների մասով Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման զոհ լինելու հանգամանքը պայմանավորված էր նրա արցախցի լինելու հանգամանքով թե ոչ, դա կպարզվի քննությամբ։ Առնվազն այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման զոհ հանդիսանալու հանգամանքը առնվազն պայմանավորված էր նրա անօգնական վիճակով։ Մարդը այնպիսի տվյալներ է հայտնում, ուղղակի լրատվամիջոցների առջև, տեսանկարչանող սարքերի առջև բոլոր տվյալները բացահայտելով ես որոշակիորեն կխոչընդոտեմ բարույթով բաշխաճապատուցման գործընթացը իրականացնելու, հաշվի առնելով նաև ոստիկանների ազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Բայց վստահ եղեք, որ եթե օրինակ բոլորդ ներկա գտնվեիք հարցաքննությանը, ապա ձեր մոտ էլ ավելի կտպավորվեր եւ բոլորդ էլ ավելի հիմնավորված կհամարեիք այն, որ Տիգրան Ուլուբաբյանը չի կարող ուղղակի մարդ այդպիսի տվյալներ հորինել։ Չգիտեմ, ինչքան էլ դու հեքիաթասեր լինես, չես կարող այդպիսի մանրամասն տվյալներ հորինել, ինչպես ինքն է ներկայացնում։ Ես նկատի ունեմ, եթե Պողոսյանը վստահեցրել է, որ օբյեկտիվ քննություն կլինի, բայց մինչև այս պահը կարևոր քննչական գործողություններ չեն կատարվել, չկա այստեղ հակասություն։ Ես որևէ քննչական գործողություն, որը որ այս պահին դեռևս որոշակ կատարվել են, տեսեք, ես չգիտեմ օրինակ ոստիկանների նկատմամբ փորձաքննություն նշանակվել է թե չի նշանակվել, եւ այդ տվյալները ստանալու հնարավորություն չունեմ, քանի որ գործով դեռևս ընթանում է նախաքննություն։ Ես չգիտեմ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ թե ոչ։ Ես կարող եմ ընդամենը հայտարարել, որ ամենաառանցքային գործողությունը, որը որ այս պահի դրությամբ պետք է կատարվեր, 3 գործողություններ են, որոնք չեն կատարվել։ Ա. Ձերբակալում, B. Բավարար տվյալներ կային անգամ մեղադրանք առաջադրելու համար, որից հետո էլ պաշտոնավարման կասեցում։ Այս պայդրությամբ առնվազն ձերբակալման հիմքը կարգ չեն կատարել։ Թե մնացած ինչ են կատարել, ինչ չեն կատարել, իմ համար էական չէ։ Տիգրանի ցուցմունքից հետո, առաջին ցուցմունքից հետո կային ոստիկանին ձերբակալելու հիմքեր։ Եթե առաջին ցուցմունքով նա հստակ անուն ազգանունով չի նշել, ապա այսօր հստակ անուն ազգանունով նշել է։ Պողոսյանը ասել է, որ դա բավարար չի ականատեսի ցուցմունքը, որպեսզի ձերբակալություն տեղի ունենա։ Դե ես էլ իր կարծիքը այդ մասով չեմ կիսում, էլի որպես իրավաբան, որպես փաստաբան կարծում եմ ինձ ոչ միայն կա հեսա Տիկին Ավանեսյանը այստեղ դատավորա բազմաթիվ այդպիսի գործեր ա քննել։ Խնդրում եմ հարցրեք, արդյոք ձերբակալման վարույթում մեկ անձի ցուցմունքը կամ ականատեսի մատնանշումը տվյալ անձին որպես քրեական օրենքով արգելված արք կատարողի բավարար չէ ձերբակալելու համար։ Եթե առաջնորդենք այլ տրամաբանությամբ, ուրեմն ցանկացած գողության կամ չգիտեմ ինչ գործով պիտի տանենք նա ոստիկանություն, մարդուն հարցակնենք, հետո դուժողը հետ իրան առերեսենք, հետո բաց թողենք, հետո որոշենք ձերբակալենք թե ոչ։ Դե դրա համար ենք հարցնում, պարոն Երիցյան։ Այդքանից հետո, լավ, որքանով օբյեկտիվ է խոստումը։ Լավ, եթե այդպես է, Ստեփանակերտի քաղաքապետի ինչու սկզբից չկանչվեց, չհարցակնվեց, այնուհետև դուժողի հետ, որից հետո ձերբակալվեց։ Եվ Արմեն Մնացականյանը, այս Սերոբ Գասպարյանի գործով, ինչու նրանք սկզբից չկանչվեցին, չհարցակնվեցին, դուժողների հետ չառերեսվեցին, այլ նայեք, ձերբակալվեցին, կալանավորվեցին, որից հետո դուժողի հետ առերես հարցակնվեցին։ Դե հենց այդ ենք ասում, այս համատեքստում, որքանով է օբյեկտիվ լինելու խոստումը Արտուր Պողոսյանի։ Եկեք այդ մասով ես արդեն իմ հայտարարությունը կատարեմ, էլ ինչ ձև ասեմ։